Քարտեզները ամեն ինչ ցույց են տալիս։ Գուշակություն, բախտնայել եւ այլ այդ բոլորը անդադ խառնում են։ Կանխատեսումներ են, գուշակություններ չեն։ Ես աստղաբան եմ։ Հայաստանում բավականին շատ են աստղաբանները։ Ձեր հաղորդումը որ չլսեմ, ես այդ շաբաթ հանգիստ չեմ լինում։ Բախտնայող։ Մարդը հոգեբանական տարբեր խնդիրներ ունենալու ժամանակ ոչ միայն հոգեբանին կարող է դիմել, այլ նաև աստղաբանին, որովհետև ամբողջ հոգեբանական էմոցիոնալ վիճակը քարտեզում երևում է։ Քարտեզները բավական ճշգրիտ են, հիմա շատ տարբեր ծրագրեր կան, աստղաբանական, որոնք բավական ծավալ ունեն եւ կարող են քարտեզը վարքյանական կառուցել։ Առաջ էր, որ 90-ականներին, երբ ես սկսում էի, մենք այդ ամբողջ հաշվարկը ձեռքով էինք անում եւ գծում էինք քարտեզը նույնպես ձեռքով։ Հիմա վարքյանական տվյալները ներմուծում ես եւ կարողանում ես անմիջապես քարտեզը տեսնել եւ աշխատել։ Շատ հետաքրքիր ոլորտ է, որովհետև մարդկանց հետ գործ ունես եւ երջանիկ ես լինում, երբ քեզ դիմում են, դու կարողանում ես մարդու բոլոր խնդիրները լուծել իր հետ միասին եւ բոլոր հարցերին պատասխանել։ Դա իհարկե ուրախություն է բերում։ Դա մեր աշխատանքի ամենակարևոր մասն է։ Ինչ վերաբերվում է դասավանդման, բավական արդեն տարածվել է այս գիտությունը, մարդիկ հետաքրքրություն ունեն արդեն սովորելու, շատ մարդիկ գալիս են արդեն ինչ որ բազային տվյալներ գրքերից, ամսագրերից եւ այլը գիտեն, ծանոթ են, դա ուրախացնում է իհարկե, որովհետեւ արդեն չեն անցալում այս մասնագիտությունը որպես գուշակների, դա անհրաժեշտ է ինքնաճանաչման համար, հատկապես ավելի երիտասարդ ծնողների համար, որպեսզի իրենց երեխային լավ ճանաչեն, կարողանան ճիշտ շփվել եւ նրա ապագան հասկանալ։ Շատ բան ենք բացահայտում, նույնիսկ այն, ինչ կարելի է քեզանից սպասել, քրիտիկական կյանքի քրիտիկական ժամանակ մոմենտներին, որովհետև մարդը իրեն միջև վերջ չի ճանաչում։ Իսկապես այն, ինչպես դու կարող ես քեզ դրսևորել, պահել ամենածանր քրիտիկական սիտուացիան, դու չես պատկերացնում։ Իսկ քարտեզում տեսնում ես, սկզբից կարդում ես, դե չի կարող պատահի, հետո սկսում ես հավատալ եւ տեսնում ես, որ իրականում հենց այդպես էլ դու քեզ դրսևորում ես այդ պահերին։ Այնպես որ մարդկանց հետ երբ զրուցում եմ, ասում եմ, այս ժամանակ դու կարող ես այսպես քեզ պահել, դա այնքան էլ երևի կողքից լավ չի ընկալվի, չէ, ես այդպիսինը չեմ, հետո ժամանակ է անցնում, մարդը գալիս է, դուք ճիշտ եք, հա, ես հենց այդպես էլ ինձ պահեցի ու շատ ամաչում եմ։ Մոլի լինել չի կարելի ոչ մի բանում, ոչ մի հարցում, ընդհանրապես կյանքում։ Այդպես էլ ես ամեն առավոտ չեմ վեր կենում քարտեզը բացում նետում, ես էս անեմ, թե չանեմ։ Ոչ, ապրում են այնպես բոլոր մարդիկ, ուղղակի երբ որ իսկապես կարևոր իրադարձություն է եւ ինչ որ որոշումներ պետք է կայացնեմ, հա, ամեն դեպքում նայում եմ, ինչ կարող է, ինչպես ավարտ կարող է ունենալ տվյալ քայլը, որին ես կարող եմ դիմել։ Ոչ, չի խանգարում սա բոլորովին, մոլի լինել չի կարելի, մոլի լինել ընդհակառակը բոլոր մարդկանց ոչ մի հարցում չի կարելի լինել։ Սկզբից էր, որ կարող էր խնայել, չասել շատ բաներ, որովհետև մարդիկ հակառակվում են, երբ իրենց մասին ճիշտն են լսում, որովհետև ամեն մեկը, կարելի է եւ այդպես ասել, ամեն մեկը իր դերում է կյանքում։ Նա իրեն փորձում է պահել այնպես, ինչպես ինքը կուզենար իրեն մատուցել շրջապատին։ Իրականում մարդիկ շատ տարբեր են ու այն չեն, ինչպես իրենց դրսևորում են։ Երբ նրա հետ սկսում էիր խոսել,
այն ժամանակ այդքան փորձ չունեի։ Սկսում էի խոսել, հակառակում էին։ Ոչ, ես այդպիսինը չեմ, ես այդպիսին չեմ։ Հետո որ արդեն կամած գալիս ես մանրուքները բոլոր իր հոգեբանական վիճակը, իր էմոցիոնալ վիճակը, ինչպես է որ դեպքում ինքը կարող իրեն դրսևորել, պատմում ես, ինքը ասում է, այո, կին կար, որը եկավ այսպես տեսքով, ինչ ասում եմ, ասեմ, ոչ, ես այդպիսին չեմ, ոչ, ես այդպիսին, չէ, հարցնում եմ, իսկ ինչի համար ես ինձ մոտ եկել, ինչի ես դիմել ինձ, դե պրոբլեմներ ունեի, ինձ ասեցին, որ դուք կարող եք դա պատասխանել իմ հարցերին, ասում, դե հա, կարող եմ, իհարկե կարող եմ ձեր ելքը գտնել, ինչպես վարվեք, ինչ անեք, բայց դուք չպետք է ժխտեք, որ դուք այնպիսինն եք, ձեր ռեակցիան կարող եմ ասել, ինչ պետք է անեք, ինչպես անեք, երբ սկսեցի իր պրոբլեմները իրեն պատմել և ասել, որ այսպես կարելի, ելքը էստեղ է, ձեր հոժար կամքն է, ինչպես կվարվեք, ինչպես բոլորը, կանխատեսում աստղաբանը կարող է անել, բայց մարդու հոժար կամքը միշտ կա, որոշողը մենք ենք, անեմ, թե չանեմ, գնամ, թե չգնամ, կարող եմ ես տեսնել քարտեզում, որ նման իրադարձությունը կարող է այսպես ավարտ ունենալ, հա, պատմում ես, բայց հետո ինքը կարող ես այդպես չեղավ, ասում, որտև չարեցիր, քո կամքներ, քո որոշումներ, անեմ, թե չանեմ, չարեցիր, չեղավ, աներ, կլիներ, երբ ասում ես, այսպես ավարտ կարող է ունենալ հիմա քո պրոբլեմը, նու անհավատ են իհարկե, դե տեսնենք, իսկ հետո արդեն գալիս են, գրում են, որ դուք իրավացի եք, ամեն շատ լավ անցավ, հատկապես վերջին փուլում, դատական ինչ-որ գործերի մեջ էր կինը, նա ասում էր, որ ես չեմ կարող, ես գիտեմ, ես չեմ դիմանա կխոսեմ, լավ չի լինի ավարտը, ես գիտեմ, որ անպայման չեմ կրելու։ Ես իրեն ասցի, ինչպես իրեն պահի։ Ասե, այստեղ բան նրանում է, որ քո լեզուն քո թշնամին է, մի խոսի, երբ այնտեղ անընդհատ բան են անում, դու մի, ես ոչ, այդպես չի, ես տեսնում եմ, ինձ հետ էլ շփվելուց, դուք անընդհատ ինչ-որ բաներ ան, ձեր լեզուն ձեր թշնամին է, եթե չկարողանաք ձեզ զսպել, ոչ մի նման բան, որովհետև ես տեսնում եմ, որ դուք ավարտը շատ լավն է, ամեն շատ լավ կլինի, եթե չխոսեք, չափից ավելին ու ավելին բառեր չասեք, դե տեսնենք, փորձենք, հետո արդեն եկավ, արդեն ասма, սիրտս պայթում էր, ուզում է ես ասեի, հետո իշեցի, ասեցի, դուք ասեցիք, որ քո լեզուն քո թշնամին է, մի պատասխանի, մի խոսի ու տեղից հատկապես, երբ քեզ թույլ չեն տվել, ելույթ չունենաս։ Ես ձեզ լսեցի, ամեն ինչ արեցի, այո, դատս ավարտվեց շատ լավ, ես բնակարանս չկորցրեցի։ Սա վաղ նայող չի, ես չեմ ինչ-որ բան հորինում ինձանից, ես բացում եմ քարտեզը, ուղղակի դիտում եմ քարտեզում, ինչ կա, ինչ կարող եմ խոսել իմ հաճախորդի հետ, օգնել, ինչպես կարող եմ օգնել, բայց սա գուշակության հետ ոչ մի առնչում չունի։ Ես աշխատում եմ Պոլիտեխնիկ ինստիտուտում, Ամբիոնում, բավական երկար, 25 տարի։ Այդ ընթացքում միշտ ինձ հետաքրքրել է այս ոլորտը, ինչ-որ նյութեր էի հավաքում, կարդում էի եւ այլն, որպես դիլետանտ դեռ ոչինչ չիմանալով, սակայն եկան 90-ական թվերը, երբ լույս չկար, գազ չկար, դասերը ինստիտուտում անցկացնելը բավական դժվար էր, ուսանողները մրսում էին, վերարկուներում էին դասին նստած եւ այլն։ Դրանց բացի այս տարիներին բոլոր գործարանները փակեցին, իսկ ես ինժեներ եմ, ինձ պետք է իմ ուսանողին տանեմ ցույց տամ պրակտիկայի գործարանները փակվեցին եւ այլն։ Ես ինձ համարեցի բոլորովին անիմաստ գործունեության զբաղվող, որտեղ ինժեներ ես պատրաստում, նա որտեղ է աշխատելու, եթե գործարանները փակեն։ Դրա համար մի տեսակ ինձ իմ տեղում չէի զգում արդեն,
դուրս եկա այնտեղից եւ այդ ժամանակ գլոբալի դպրոցը այստեղ մասնաճյուղը բացեցին, մենք առաջինն ենք, եկանք, գնացինք սովորելու։ Դա ինձ շատ էր հետաքրքիր եւ որոշեցի նոր մասնագիտություն ձեռք բերել, շատ խորացա, շատ հետաքրքրեց։ Տեղում եմ ինձ զգում արդեն բավական երկար տարիներ, արդեն 30-ից ավել տարի է, 33 տարի է սրանով եմ զբաղվում, դրա համար, այո, դա իմ ոլորտն է երկրորդ։ Արձագանքը իհարկե բացասական էր, որովհետև ծնողներս ասացին, գժվել է երեխան, ոչ չեմ գժվել։ Ну, մոտավորապես նույն արձագանքը շրջապատից էր, բայց ովքեր որ մի քիչ էզոտերիկայով կամ հոգևոր զարգացման ճանապարհիներ, նրանք հասկացան, դա կարելի է, ինչ կա որ հետագայում արդեն սկսում ես ինչից, սկսում ես քո ընտանիքից, քեզանից, քո քարտեզները, ընտանիքիդ քարտեզները, ընկերների, ծանոթների եւ այլը, բոլորին հետո ասեն, հա, ճիշտ է, ամեն շատ լավ է։ Երբ ինձ հրավիրում էին TV կամ ռադիո, մի անգամ ուրեմն հոգևորական էին նաեւ կանչել եւ մենք իրար կողք նստած կարող որոշել էր ինքը ժխտել բոլորովին աստղաբանություն, դա սատանայական է, դա քրիստոնեի մարդու համար չի եւ այլը։ Ես իրեն հակառակվեցի իհարկե, ասացի, որ ես եղել են գրքեր հին աստղաբանության հայկական հետ կապված, որոնք ես կարողացել եմ գտնել Ճեմարանում, Էջմիածնի։ Եվ որ Ճեմարանում ժամանակին եւ հիմա էլ ես համոզված եմ, շատ բաներ աստղաբանությունից նրանք սովորում են։ Այստեղ ուրեմն արդեն կամաց մեղմացավ, հետո մենք որոշեցինք, որ ես ոչ մի հակաքրիստոնեական գործունեությամբ չեմ զբաղվում։ Քրիստոսի դեմ չեմ։ Ընդհակառակը աստղաբանության մեջ քարտեզում կրոնը երևում է, հավատքը մարդու ինչքան է ինքը կարող, ինչքան հնարավոր է, ինչպես է, հոգով է հավատում, թե ինչպես Աստված արարիչը նույնպես կա, այնպես որ հակաքրիստոնեական ոչինչ չկա։ Դեռ Անանիա Շիրակացու ժամանակից այս գիտությամբ զբաղվում էին։ Աստղաբաններ ունեին բոլոր մեր ղեկավարները, բոլորը եւ եվրոպական համասարաններում, միջին դեռ բոլոր տեղերում դասավանդում էին աստղաբանություն։ Շատ խորիմաստ, շատ ծավալուն, շատ նյութով գիտություն է, որը որ նույն այսօր ինչքան էլ ինքը հին է, այսօր նա դեռ շարունակվում է զարգանալ։ Անընդհատ նոր նորովի կարող ես ուրիշ տեսակետից նայել նույն խնդրին եւ նորություններ բացահայտել քեզ համար եւ շատ զարգացած է։ Օրինակ շատ երկրներում դա ընդունված է։ Տեսեք, Ռուսաստանում օրինակ Լևինի ակադեմիան կա, 5 տարի սովորում են, ինչպես ինստիտուտում, ինչպես ակադեմիայում։ Ու գիտելիքների ծավալը շատ ավելի շատ է։ Պատկերացրեք 5 տարի կարելի է դա ուսումնասիրել։ Օրինակ իմ դպրոցը, որ ես հիմա բացեցի, օրինական, իրավական դաշտում թույլատրություն ունեմ նախարարության կողմից այս դպրոցը բացել, այստեղ ես վերցրել եմ 3 տարի, սակայն անպայման չի որ գան 3 տարի դա ուսումնասիրեն։ Կարելի է բազային գիտելիքները 1 տարվան ընթացքում ստանալ, երկրորդ տարում արդեն կանխա տեսումների բոլոր տեսակի ձևերը եւ տեխնոլոգիաները, այդպես ասած, բացվում են, մարդը կարող է դա ուսումնասիրել եւ վերջապես շատ ավելի խորացված եւ ավելի մանր հոգեբանական առումով թեմաները 3-րդ տարում են եւ կարմիկ աստղաբանությունը նույնպես։
բոլոր մասնագիտությունների մարդիկ կարող են դիմել, տարիքային սահմանափակումներ չկան, բայց ասեմ, որ ավելի հասուն մարդիկ երբ գալիս են սովորելու, նրանք ավելի հիմնովի, խորը ընկալում են եւ օգտագործում են իրենց կյանքում։ Երիտասարդներին, օրինակ ուսանողներին երբեմն խանգարում է, որտեղ այստեղ էլ ծավալը շատ մեծ է սովորելու, հա, նյութի ծավալը մեծ է, երբեմն խանգարում է եւ կիսատ են թողնում։ Մի քիչ ավելի հասուն կամ ինստիտուտ ավարտած մարդիկ, իդեպ նրանք ավելի լավ են ընկալում, բայց իդեպ դպրոցական օրինակ 7-8 դասարանից հետո աշակերտները հոյակապ են ընկալում։ Գիտեք, այս նոր սերունդները, քանի որ նրանց մոտ երևակայությունը եւ IT-ն շատ է մտած իրենց մոտ, իրենք այդ ինֆորմացիոն դաշտում ինչպես ձուկը ջրում են իրենց զգում եւ այս նյութն էլ էզոտերիկայի ինչ-որ մի մաս է աստղաբանությունը։ Այս նյութն էլ իրենք շատ հոյակապ ընկալում են, այսինքն շփվելու համար, մարդկանց ճանաչելու եւ ինքդ քեզ ճանաչելու համար, սա շատ լավ գիտություն է։ Անունը, անվան թիվը մեզ վրա ազդեցություն ունի, մենք գումարում ենք այդ թվերը, անունը, ազգանունը, մեր հասցեն, մեր բնակարանի համարը, այո, թվագիտությունից լրացումներ կան աստղաբանության մեջ, մենք երկուսն էլ անցնում ենք, որպեսզի նայել իմանան, ճակատագիրը քո քարտեզն է, քո ծննդյան վայրկյանին, դա ուրեմն ֆիքսվում է, դա ձեր քարտեզն է, դա ձեր երկնային անձնագիրն է, այնտեղ ամեն ինչը կա, ինչ որ մտքովդ անցնի հարց տաս, ինքդ քո մասին, քո ապագայի մասին, բոլոր հարցերի պատասխանը քարտեզում է։ Տարին շարունակությունն է համարյա 25 թվի, բայց շատ ավելի մեղմ, պատկերացնել, որ ավելի վատ պետք է լինի, պետք չէ, շատ ավելի մեղմ է 26 թիվը, մեզ համար, մեր երկրի համար, մեր ընտրությունն է կարևոր հունիս ամսի, իսկ ընդհանուր առմամբ շատ մեծ սարսափելի ցնցումներ չեն լինելու։ Ինչպես որ տարին բավական մեղմ է, զբաղվեք ձեր գործով, բայց ամենակարևորը ժողովրդի համար նորը ընդունելն է այս տարվա ընթացքում, որտեղ ամենուրեք լինելու են փոփոխություններ եւ այդ նորը պահպանողական լինելով, կարճելով հնից, մենք կորցնում ենք մեր կյանքի ինչ որ տարիներ, ադապտացիոն տարիները, որովհետեւ եթե դու կարողանում ես ընկալել եւ նորը ընդունել, ամենուրեք, բոլոր ոլորտներում, աշխատանքային, անձնական եւ այլն, մարդը կարողանում է կյանքի հետ առաջ ընթանալ, դա շատ կարևոր է, նորը ընդունել, կարծում եմ ժողովրդին դա է պետք ասել, առաջին հերթին, որ հնից կարճել պետք չի, եթե ինչ-որ բան փլուզվում է, բաց թողեք, ամեն ինչ կախված է այս տարվանից, մեզ համար, ընտրություններից, ինչպես ժողովուրդը կընտրի, որտեղ էլի ժողովրդի ընտրությունն է, հոժարկամքն է, ես կարծում եմ, որ հները խանգարում են, անցյալ ընտրության ժամանակ էլ խանգարեցին ինչով, այսինքն աջակցեցին փաստորեն, որտեղ Քոչարյան եւ այլն հները երբ իրենց տեխնատուրությունը դնում են, ժողովուրդը կանգնում է պրիմիտիվ հասարակ ընտրության առաջ, հներին չեն ուզում, ուրիշ ել չկա, ուրիշ երրորդ մարդը չկա, ուրեմն եթե նա չի, ուրեմն սա է, այդպես ընտրեցին անցյալ անգամ, հիմա վախենում են, որ նույն նկարագիրը չլինի, որովհետև նրանք արդեն նորից պատրաստվում են իրենց տեխնատուրությունները դնել, բայց ասպարեզում ես տեսնում եմ, որ հնարավոր է ընդհատակում կան նոր ուժեր, որոնք ուղղակի վախենում են, որ իրենց չտանեն ու չփակեն, եթե իրենք ժամանակից շուտ իրենց բացահայտեն։ Կարծում եմ, որ ինչ-որ նոր ուժեր կարող են հայտնվել, որոնք կլինեն ալտերնատիվ, ոչ հիները, ոչ
եղածները, այլ երրորդ մեկը կհայտնվի, որը որ եթե նրան ընտրեն, մեզ մոտ ամեն ինչ շատ լավ կլինի, որովհետև այդ մարդը շատ նորություններ կարող է բերել, իսկ տարին ընդհանրապես շատ փոփոխություններ է բերելու մեզ համար, որովհետև բոլոր ոլորտներում է փոփոխությունները, սկսած ուրեմն IT ոլորտն է, ինֆորմացիոն դաշտն է եւ այլը, դա բոլորովին փոփոխվում է, մենք նոր հնարավորություններ ենք ստանում եւ թռիչք է կատարվում բոլոր համարյա ոլորտներում, որովհետև նայեք, հեռավոր մոլորակները, ինչպիսին են Ուրան, Նեպտուն, Պլուտոնն, նրանք շատ երկար են մեկ կենդանակերպում մնում, օրինակ Ուրանը 7 տարի, Սատուրնը 2.5-3 տարի, Պլուտոնը մինչև 20 տարի կարող է կենդանակերպում մնալ։ Նրանք ֆոն են ստեղծում, նրանք անցյալ տարվանից սկսած, 25 հիմիկվանից սկսած, արդեն կենդանակերպ են փոխում, ընդհանուր ֆոնը բոլոր ոլորտներում փոփոխվում է։ Այսինքն նորությունները մեկը մյուսի հետևից, մենք կարող ենք մեկ տարի հետո, 27 թվին արդեն ասել, որ ապրում ենք ուրիշ իրականության մեջ։ Դյուտարին դա չինական տարեցույցով է, մենք օրինակ ունենք մեր հին հայկական մեր տարեցույցը, եթե չինականում 12 տարվա ցիկլ է, 12 կենդանի կա, ապա մեր հայկականում մենք ունենք 32 կենդանի, ցիկլը 32 տարվա է, այս 26 թիվը ավանակի իշուկի տարի է, ավանակին ընդունված է վատ վերաբերվել, բայց նա շատ խելացի, համեստ, աշխատող կենդանի է, իշուկ է, շատ ջերմ, կարելի է վերաբերվել նրան, որ ժողովուրդը չասի, որ էշի տարի է, ինչպես ինձ մեկը ասեն, չէ, էշի տարի չի, իշուկի տարի է, պետք է խելոք աշխատել ամեն մեկս մեր տեղում, որպեսզի ներդրում ունենանք մեր երկրի զարգացման մեջ, ոչ թե անհատական ամբիցիաները արտահայտեն մարդիկ այս տարվա ընթացքում, այլ խոնար աշխատել ամեն մեկս մեր տեղում, որպեսզի մեր ապագան կերտենք, լավ տարի է։ Երբ մենք խոսում ենք ամեն մի կենդանակերպի մասին, այնտեղ պատկերացրեք օրինակ ցուլ, խոյ, երկվորյակ եւ առյուծներ։ Եթե խոսենք ամեն մի կենդանակերպի մասին, պատկերացրեք միլիոնարով, հարյուրավոր, հազարավոր նույն կենդանակերպի մարդիկ են, այն որ ես ասեմ այդ կենդանակերպի համար, բոլորի համար նույնը չի կատարվում, չէ, քարտեզը անհատական միայն կխոսի ձեր անհատական տարվա մասին, բայց ընդհանուր առմամբ դա էմոցիոնալ վիճակի մասին են խոսում, այն ցուլեր այսպես, առյուծներ այսպես, առյուծների, ցուլերի, կարիճների եւ ջրհոսների համար նրանք ֆիքսված նշաններ են, այս տարին բավական բարենպաստ է բոլորի համար, որովհետև ինչու, որովհետև նրանք ֆիքսված նշան են, նրանք նույն աշխատանքով կարող են շատ լավ երկար զբաղվել, եթե նպատակ ունեն, նպատակը դնում են եւ գնում են դեպի իրենց նպատակներ, հաջողություններ կլինի, որովհետև մեր իշուկի տարվա ընթացքում նա էլ խոնար աշխատող մարդ է, եթե ամբիցիաներ ցույց չտալ, ասել ես, այ ես ասեցի, այ ես առաջ չտանել, բոլորի հետ միասին ժողովուրդը միասին միավորված եթե լինեն եւ քո աշխատանքային վայրում քո գործով զբաղվել է նպատակը դիր առաջ գնա, հաջողություններ կլինեն։ Ցանկանում եմ մեր երկրին բարգավաճում, վառ ապագա, ամբողջ մեր ժողովրդին համբերություն եմ ցանկանում այս տարի, համբերությունը այս տարի մեզ համար ամենակարևոր մասն է մեր կյանքի, համբերություն, մտածված գործել, խելացի լինել, այսինքն կարողանալ հանդուրժել շատ բաներ, որոնք մենք երևի ամեն տարի չէ, որ կարող ենք հանդուրժել,
բայց մեր ամբիցիաները դնենք մի կողմ, մտածենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ապագայի մասին, մի քիչ հանդուրժենք իրար հետ չհակառակվենք եւ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի ավարտը, որովհետեւ հավատում եմ, որ մայիսին մենք ճիշտ ընտրություն կանենք, մայիսին հունիսին եւ մեր ապագան շատ ավելի լավը կլինի։ Իդեպ մեր կորցրածները այս տարիների ընթացքում կարող է վերադառնալ 40-ական թվերին, 30-ական թվերին, մինչև 40 թիվը, ամեն ինչ կգա իր տեղը, մեր երկիրը կարող է բարգավաճել, վերածնվել, ամեն ինչ առջևում է, ես հավատում եմ և գիտեմ և տեսնում եմ, որ դա այդպես կարող է լինել, դրա համար մեզ այս տարի ամենակարևորը ժողովուրդ, համբերությունն է մեր, շնորհավոր, ամանոր և թող այդպես լինի։